Գերությունը հավերժ չէ երկրի վրա, այնպես չէ։ Պետք չէ ապրել այս կյանքը մեղքի մեջ կուռքերին հավատալով։ Դուք կարող եք վերադառնալ Աստծուն եւ քայլել Հիսուսի հետ միասին, ով պատրաստ է ձեզ ընդունել ողորմությամբ։ Տեսեք, թե ինչ է գրված այստեղ Երեմիա 25:30-ում։ Եվ դու մարգարեացիր նրանց մասին այս բոլոր խոսքերը եւ նրանց ասիր. Տերը բարձրիցը որոտալու է եւ իր սուրբ բնակությունիցը տալու է իր ձայնը, նա իր բնակարանի վրա որոտալու է մեծաձայն, հնձան կոխոտողների աղաղակի պես պիտի կանչե երկրի բոլոր բնակիչների վրա։ Սա է այն Աստվածը, որին մենք ծառայում ենք։ Նա ուզում է ձեզ օրհնել, եւ շատ օրհնված այսօր այն օրն է, որ դուք պետք է հաղթահարեք բոլոր չար ուժերին Հիսուսի անունով, նա ձեզ կդարձնի հաղթական, այդ պատճառով հավատացեք նրան ձեր ամբողջ սրտով, Հայր, ես օրհնում եմ այս մարդուն եւ պահանջում եմ, որ բոլոր չարիքները դուրս գան նրանից, Հիսուսի անունով։